Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Փակ TV-ն շարունակում է ներկայացնել Անծանոթ Հայաստան ֆիլմաշարի ոսկե ֆոնդը իր հեռուստադիտողին։ Այսօր մեր տաղավարից հեռուստադիտողը նոր բացահայտումների ականատեսը կդառնա։ Հիշեցնենք, որ Փակ TV-ի մշակութային հաղորդումները շարունակվում են կյանքի կոչվել հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։ Մեզանից քանիսը գիտեն, թե ինչպիսին էր նախահայաստանը։ Մեզնից քանիսը գիտեն, որ 100 միլիոն տարվա ընթացքում Հայաստանի ներկայիս տարածքը 2 անգամ հայտնվել է համաշխարհային ջրերի տակ։ Իսկ գիտեք, որ Հայաստանում ինչ-որ ժամանակ ծովային տարօրինակ կենդանիներ են լողացել։ Լեռնային Հայաստանը ամենևին էլ լեռնային չէր։ Լեռնային երկրի ամենահին բնակիչը ծովային կենդանի էր, իսկ նախահայաստանը ծովի հատակ։ Անշուշտ տեսամենը անհավանական է հնչում և հետաքրքրասերների համար ուսումնասիրելի։ Մենք սիրում ենք մեր երկիրը ճանաչելով պատմությունն ու գաղտնիքները, բացահայտելով Հայաստանի անհայտ կամ քիչ ծանոթ իրադարձությունները։ 100 միլիոն տարի առաջ Հայաստանը ոչ թե այն երկիրն էր, ինչ այսօր գիտենք, այլ գտնվում էր լրիվ այլ բնական միջավայրում։ Ֆիլմը նոր գաղտնիքներ կբացահայտի անծանոթ Հայաստանի մասին։ Կարծես մամոնտիկը մահք է, այն մեզ քաչ հայտնի է դեռ մանկուց, գրքերից և ֆիլմերից, այս հսկան կնճիթից մինչև պոչը 4,5 մետր է, ոտնաթաթից մինչև գագաթը 3,5 մետր է, իսկ որքան է կշռել, կարելի է միայն ենթադրել։ Իդեպ նա այնքան էլ հսկա չէ, ընդամենը 5 տարեկան փոքրիկ է, որն ապրել է այստեղ 1 միլիոն տարի առաջ։ Զարմանալի է մի այլ բան, ինչպես է նա հայտնվել այստեղ Հայաստանում։ Փորձենք հետ գնալ 1 միլիոն տարի։ Պարզվում է, նրանից շատ ավելի առաջ այստեղ այլ կենդանիներ են բնակվել, այն էլ ծովային կենդանիներ։ Պատրաստ ենք արդյոք այլ աչքերով նայել մեզ համար ծանոթ լեռներին, թեկուզ կարճ ժամանակով։ Մենք ուզում ենք ձեզ ներկայացնել նախահայաստանի 250 միլիոն տարվա պատմությունը։ Աշխարհի քարտեզին նայելիս մենք սովոր ենք տեսնել նրա վրա 6 մայրցամաքները և անսխալ գտնել մեզ բաժին հասած երկրի տեղը նրա վրա։ Այս գծագրության մեջ հազիվ թե որևէ մեկը տեսնի մեզ ծանոթ մայրցամաքներից գոնե մեկը, բայց եղել է ժամանակաշրջան, երբ երկրագնդի վրա կար միայն մեկ մայրցամաք՝ Նախագոնդվանը։ Այսպես են գիտնականները անվանել այս մայրցամաքը։ Միլիոնավոր տարիների ընթացքում երկրակեղևի զարգացմանը զուգընթաց ու նրա արդյունքում Նախագոնդվանն սկսել է բաժանվել մասերի։ Իրարից տարանջատված այդ մասերի տեղաշարժերի արդյունքում էլ ձևավորվել են մայրցամաքներն այնպիսին, ինչպիսին որ մենք նրանց հիմա ճանաչում ենք։ Այս ահռելի սալերը, որոնց վրա տեղակայված են ներկայիս մայրցամաքները, գիտնականները անվանում են տեկտոնիկ սալեր, նրանք հիմա էլ են տեղաշարժվում։ Երկրակեղևի փոփոխությունների արդյունքում միլիարդավոր տարիներ շարունակ հայտնվել ու անհետացել են կղզիներ, ցամաքել ու առաջացել են գետեր ու լճեր։ Միլիոնավոր տարիների ընթացքում այս սալերը մեկ մոտեցել, մեկ հեռացել են իրարից, կազմելով նոր մայրցամաքներ, օվկիանոսներ ու ծովեր։ Սալերը տեղաշարժվել են երկրագնդի միջուկում կատարվող պրոցեսների արդյունքում և առաջացրել այն, ինչը մարդկությունը անվանում է բնական աղետ։ Մինչդեռ երկրակեղևի զարգացման համար դրանք օրինաչափ երևույթներ են։ Այս անվերջ տեղաշարժերը չէին կարող կլիմայական փոփոխությունների պատճառ չդառնալ, իսկ դրանք նվազագույնը երկու բան են նշանակում՝ բուսական աշխարհի փոփոխություն և, որպես դրա հետևանք, կենդանական աշխարհի փոփոխություն։ Այս փոփոխությունները չեն շրջանցել Նախագոնդվանեի թեկուզ մեկ հատված, և մեր երկրի նախատարածքը բացառություն չէ։
ինչի մասին են վկայում հայկական բարձրավանդակում հայտնաբերված բրածո կենդանիներն ու բույսերը։ Փորձենք պարզել։ 250 միլիոն տարի առաջ Տրիասի ժամանակաշրջանից մինչև Յուրայի ժամանակաշրջան ընկած հատվածում, այսինքն 100 միլիոն տարվա ընթացքում, Հայաստանի ներկայիս տարածքը 2 անգամ հայտնվել է համաշխարհային օվկիանոսի ջրերի տակ։ Փաստորեն մենք վաղուց ենք ծովային երկիր եղել։ Այդ ժամանակ մեր երկրի ներկայիս տարածքում լողացել են կենդանիներ, որոնց միլիոնավոր տարիներ անց գիտնականները կնքեցին Հելիկամպոդուս էգլոնի անունով։ Հավանաբար նմանեցնելով այս տարօրինակ ծնոտը ուղղաթիռի պտտվող թևերին։ Կարծիք կա, որ աղի ջրերի այս վկան ժամանակակից շնաձկների նախահայրն է։ Ցավոք, նրա կամախքը չի պահպանվել, պարզապես չէր կարող պահպանվել այն պատճառով, որ կմախքը կրճիկային է եղել, իսկ կրճիկը ժամանակի ընթացքում ուղղակի քայքայվում է։ Տեսնում եք այս անհասկանալի պարույրաձև օրգանը, ստորին ծնոտին։ Ահա հենց այս տարօրինակ ծնոտի մի դրվագ հայտնաբերվել է ներկայիս Նախիջևանի տարածքում։ Գիտնականները ենթադրում են, որ այս խորհրդավոր ծնոտը Հելիկամպոդուսը աճեցրել է օվկիանոսի հատակը խորելու եւ սնունդ հայթայթելու համար։ Եվ ահա այս ձկան ողջ կմախքից սա միակ դրվագն է, որ կարող էր պահպանվել, որովհետև միայն սա է ոսկրային նրա ողջ կմախքի մեջ։ Սա էմալով պատված գոյացությունն է եւ հենց էմալի շնորհիվ է, որ այս տարօրինակ օրգանը պահպանվել է այսքան միլիոն տարի։ Հելիկամպոդուսի ծնոտն է հենց վկայում, որ այստեղ 250 միլիոն տարի առաջ լողացել են հենց այս արարածները եւ որ մենք փաստացի ապրում ենք նախկին օվկիանոսի հատակին։ Կարելի է համարձակ ենթադրություն անել, որ մեր լեռնաշխարհի ամենահին ողնաշարավոր կենդանին հենց այս տարօրինակ արարածն է։ Ստացվում է, որ լեռների ամենահին բնակիչը ծովային կենդանի է։ Այսօր այս լեռները Հայաստանի, որ մենք տեսնում ենք ընդհանրապես աշխարհի տարբեր ցամաքներ, կան լեռներ, բլուրներ, հովիտներ, բայց մենք պետք է նշենք, որ դրանք կառուցված են տարբեր հասակի երկրաբանական ապարներից։ Նրանք ունեն տասնյակ եւ միլիոնավոր, նույնիսկ միլիարդ տարիք։ Դրանց մեջ կան տարբեր տեսակի քարացած բրածո մնացորդներ։ Իմ ձեռքում սովորական կավիճ է, այն կավիճը, որով բոլորս գրում էինք գրատախտակներին կամ պատերին։ Պարզվում է, այս հասարակ նյութը գիտությանը անգնահատելի ծառայություն է մատուցել, իր շերտերի մեջ պահպանելով կենսաբանական զանազան նմուշներ, դաջվածքների տեսքով։ Սա իսկական գանձ է գիտնականների համար, սակայն նախ պարզենք, թե որտեղից է առաջացել կավիճն ինքը։ Մեզանից 145 միլիոն տարի առաջ ժամանակ այստեղ շնաձկներ են հայտնվել։ Ոչ թե այն Հելիկամպոդուսի հատուկ մի տեսակ։ Սրանց մարմինները պատված են եղել յուրօրինակ կրաքարային խեցիով։ Միլիոնավոր տարիների ընթացքում ապարներ առաջանում է մեծ ծանոթ կավիճը։ Ահա այս կավճային շերտերի մեջ սկսում են հայտնվել կենսաբանական մարմիններ։ Իդեպ, հիշում եք մեր փոքրիկի 4.5 մետրանոց կմախքը։ Այն գտնվել էր խոր ավազոտներում եւ հենց միջավայրն էր, որ պահպանեց եւ մեզ հասցրեց նրան։ Համարձակորեն կարելի է ասել, որ կավիճը նախապատմական յուրօրինակ սկաներ է հանդիսացել։ Մենք տեսնում ենք այդպիսի կավճե սկաների մեջ հաջվածքն են պահպանել եւ ուշադրություն դարձրեք, թե որքան հաջող։ Բույսերն ու կենդանիները փակված են լինում, ահա այսպիսի կտորների մեջ։ Բայց ինչպես են գիտնականները կարողանում հասնել այդ նկարներին, ինչպես են բացում այս յուրօրինակ կավճե խեցիները։ Քանի որ բրածո բույսերը, կենդանիները դրանք իջնում են ջրերի հատակը եւ դանդաղորեն նստում են հատակին, հիմնականում մոտ 90%-ով նրանք դարձյալ ընդունում են հատակի հորիզոնական ձևը եւ հետագայում երբ մենք այդ ապարները, արդեն քարացած ապարները բացում ենք եւ փորձում ենք գտնել բրածո օրգանիզմներ, մենք անպայման այդ ապարները բացում ենք հորիզոնական ուղղությամբ եւ մուրճով կամ այլ որևէ գործիքով հարվածում ենք այդ ապարներին, այդ ուղղությամբ, հորիզոնական ուղղությամբ, արդեն կարողանում ենք բացել
արդեն կա հավանականություն, որ բացելով մենք կարող ենք գտնել այդ օրգանիզմները։ Եվ այստեղ այս օրգանիզմները կարծեք թե գտնվում են գրքի մեջ, գրքի թերթերի մեջ կամ խեցիների մեջ, պատկերավոր ասած, եւ հանրագիտարանի նման թերթելով այս էջերը, բացելով այս խեցիները, մենք գտնում ենք հնագույն կյանքի հետքերը, հնագույն էջերը եւ կարողանում ենք կարդալ կյանքի պատմությունը։ Բայց ինչ են վկայում այս շերտերը։ Ինչ փոփոխություններ են կրել ցամաքներն ու օվկիանոսները։ Ինչ նոր կենդանիներ են առաջացել այստեղ մեր տարածաշրջանում։ Պարզվում է, որ Կավճե ժամանակաշրջանում ցամաքի որոշ հատվածներ կրկին իջնում են ջրի տակ։ Ներկայիս ցամաքը հայտնվում է ջրի մակարդակից 2000 մետր ներքև։ 100 միլիոն տարի անց աղի ջրերը կրկին թափանցում են տարածք, սակայն ի տարբերություն նախորդ անգամի ամբողջությամբ չեն ծածկում։ Առաջանում են աղի ջրերի մեջ թափվող նոր գետեր, քաղցրահամ լճեր ու ճահիճներ։ Դիլիջանի ներկայիս տարածքն օրինակ այդպիսի մի ճահճային վայր է եղել, որը մի կողմից հաղորդակցվել է ծովին, իսկ մյուս կողմից ցամաքին։ Եվ ահա այս ժամանակ այստեղ շնաձկներ են հայտնվել։ Ոչ թե այն Հելիկամպոդուս էգլոնը, այլ գրեթե ժամանակակից շնաձուկ։ Պահպանվել են նրանց ատամները, որոնք էլ հենց հայտնաբերվել են կավճային շերտերի մեջ։ Պետք է ասել, որ այս շնաձկան ատամները տարբերվել են Հելիկամպոդուսի ատամներից։ Սա արդեն ակտիվ գիշատիչ է եղել։ Այս կավճային շերտերը գտնվում են Վայքում, Հերմոնտ գյուղի շրջակայքում։ Նրանք 60 միլիոն տարեկան են։ Մի քանի տարի առաջ հնաբուսաբան Իվան Գաբրիելյանին նվիրում են այս անհայտ տեսակի օձաձկնատիպի կմախքի դաջվածքը։ Դա մի դարաշրջան է, որտեղ հնագույն միկրոօրգանիզմները, ծովային միկրոօրգանիզմները առաջացրել են կավիճների հսկայական կուտակումներ, շերտեր, եւ որի պատճառով էլ այս դարաշրջանը կոչվել է Կավճի դարաշրջան կամ ժամանակաշրջան։ Դա տևել է մոտավորապես 80 միլիոն տարի։ Այս ժամանակաշրջանը շատ հարուստ է եւ բրացո ծովային օրգանիզմներով եւ բույսերով Հայաստանի տարածքում։ Եվ շատ հետաքրքիր է այն առումով, որ հենց Կավճի ժամանակաշրջանում են սկսում զարգանալ ծաղկավոր բույսերը։ Պատկերավոր կերպով ենք ասում Կավճի ժամանակաշրջան, որտեղ այս ժամանակաշրջանում է, որ երկրագնդի վրա ավելի շատ են գտնում կավճի շերտեր, բայց այս ժամանակաշրջանում կուտակվել են նաև հսկայական քանակությամբ ավազաքարեր եւ կրաքարեր, որոնցում նույնպես մենք գտնում ենք բրացո օրգանիզմների հետքերը։ Մոտ 60 միլիոն տարի առաջ Հայաստանը նորից ծածկված էր աղահամ ջրերով։ Օվկիանոսները նորից այստեղ փոթորկվում էին, ամենայն հավանականությամբ մեր գլխավերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք, ունեինք 1-ից 2 կիլոմետր ջրի մեծ տվարաշերտ, եւ հավանաբար այդտեղ լողում էին ամենատարբեր ձկնատեսակներ, ամենատարբեր արարածներ, կակամորթեր եւ այլն։ Ցավոք դրանց մասին դեռևս գիտությանը շատ քիչ բան է հայտնի, բայց այն ձկնատեսակը, որը մենք պատահականորեն հայտնաբերեցինք Վայոց ձորի մարզում Հերմոն գյուղի շրջակայքում, դա Հալիսաուրուս ցեղախմբին պատկանող մի հետաքրքիր ձկնատեսակ էր։ Մոտավորապես 35-40 սանտիմետր երկարություն ունեցող այս օծանման մարմին ունեցող ձկնատեսակը ուներ ունիկալ կառուցվածք։ Դեռևս նման չէր որևէ մի տեսակ ձկան, որը միջև այդ հայտնի էր Հայաստանում։ Եվ այնուհետև փնտրտուքները գիտական մեզ վերեցին այն մտքին, որ ի վերջո մենք Հայաստանում գտել ենք մի յուրահատուկ ընտանիքի պատկանող Հալիսաուրիդե ընտանիքին պատկանող մի ներկայացուցիչ, որի տեսակային որոշելը դեռևս ապագայի խնդիր է։ Այն, որ նախահայաստանը ծովերի հատակ է հանդիսացել, վկայում է նաև մեծ քանակությամբ կորալների առկայությունը։ Նրանք առաջացել են մեզանից 300-400 միլիոն տարի առաջ։ Կավճի դարաշրջանից հետո ջրերը այստեղ մնացել են եւս 20-ից 25 միլիոն տարի։ Այդ մասին են վկայում Դիլիջանի ներկայիս տարածքում հայտնաբերված կակամորթների եւ փշամորթների քարացած մնացորդները։ Ստացվում է, որ փողոցը, որ հիմա քայլում ենք, եղել է օվկիանոսի հատակ։ Իսկ ինչի հետևանքով աղի ջրերը կրկին թափանցեցին տարածք։ Փորձենք պարզաբանել։ Երբևիցե մտածել եք, թե ինչու այս մեծ ցամաքը համարվում է երկու մայրցամաք՝ Եվրոպա եւ Ասիա։ Չէ՞ որ տրամաբանորեն, եթե նրանք առանձին մայրցամաքներ են, պետք է իրարից անջատված լինեն համաշխարհային ջրերով, ինչպես մյուս մայրցամաքները։
Իսկ այստեղ ոչ մի նման բան։ Այդ դեպքում ինչու են նրանք երկու առանձին մայրցամաք համարվում։ Պարզվում է, որ այս երկու մայրցամաքները միայն մակերեսներով են իրար միացած, իսկ օվկիանոսների հատակում նրանք գտնվում են երկու տարբեր մայրցամաքային սալերի վրա։ Հենց այս սալերը ոչ թե համաշխարհային ջրերն են որոշում, ցամաքը կղզի է, թե մայրցամաք։ Հենց այդ պատճառով էլ Ավստրալիան, որը ավելի շատ մեծ կղզի է հիշեցնում, մայրցամաք է, իսկ Գրենլանդիան, որ նրան իր չափերով չի զիջում, կղզի է։ Հիշում եք ասացինք, որ մայրցամաքները մեկ մոտենում են իրար, մեկ հեռանում, եւ ահա Յուրայի ժամանակաշրջանում մեզանից մոտ 150 միլիոն տարի առաջ եվրոպական եւ ասիական սալերը մոտեցան իրար այնքան, որ սալերի վերին շերտերը ձուլվեցին իրար մեջ, կազմելով մեկ հսկա մայրցամաք։ Վերացավ Սարմատյան ծովը, որ միմյանցից բաժանում էր Եվրոպան եւ Ասիան։ Այս տեղաշարժերի արդյունքում ներկայիս Հայաստանի տարածքում եւ նրանից հյուսիս առաջանում է քաղցրահամ ջրերի մի ավազան՝ Պարաթեպիսը, որի միջոցով եվրոպական եւ ասիական քաղցրահամ ջրերը շարունակում են հաղորդակցվել միմյանց հետ։ Այս մանր ձկների մնացորդները վկայում են հենց այդ մասին։ Սրանք Դիլիջանի մերձակայքում են հայտնաբերվել եւ որոշակի նմանություն ունեն Սևծովյան ձկնաշխարհին։ Իսկ ներկայիս Սև եւ Կասպից ծովերը այն ժամանակներում ունեին մեկ ընդհանուր ավազան։ Հետագայում ցամաքի բարձրանալուն զուգընթաց եւ նրա արդյունքում նրանք առանձնանում են միմյանցից։ Աֆրիկան միանում է արաբական թերակղզուն, առանձնանում են Հնդկական օվկիանոսը ու Միջերկրական ծովը։ Կրկին ձևավորվում են նոր կլիմայական պայմաններ, նոր ֆաունա եւ ֆլորա։ Հայաստանի ներկայիս տարածքում սկսում է ձևավորվել քաղցրահամ ջրերի ֆաունան։ Եվ ստացվեց, որ երկու մայրցամաքներ տեղաշարժվելով իրար դեմ արդեմ հարց էր առաջանում, որտեղ պետք է միանային։ Եվ այդ հարցին կարելի է պատասխանել մի շատ հետաքրքիր գտածոյով։ Դիլիջանի տարածքում օլիգոցենյան նստվածքաշերտերից մենք գտանք մի փոքրիկ 7-ից 8 սանտիմետր երկարություն ունեցող ձկնատեսակ, մեծագլուխ թեփուղը։ Նկարագրվեց մեր կողմից որպես նոր տեսակ եւ շատ հետաքրքիր։ Ուրեմն այն ժամանակահատվածում, երբ որ այս ձկնատեսակը կար մեր նստվածքաշերտերում, ավելի երիտասարդ նստվածքաշերտերում մի քանի միլիոն տարվա հայտնաբերվեց Գերմանիայում։ Այստեղից մենք կարող ենք ենթադրել, որ Հայաստանը գտնվում է մոտավորապես այն տեղում, երբ որ Ասիան միացավ Եվրոպային։ Եվ այս իմաստով մենք համարում ենք, որ Հայաստանի նախապատմական տարածքը հանդիսացել է այն միջանցքը, որտեղ ծածանազգի ձկները կարողացել են տեղափոխվել մեկ մայրցամաքից դեպի մյուսը։ Իսկ ինչպես են գիտնականները որոշում ազգակցությունը այս կամ այն կենդանատեսակների միջև։ Ժամանակակից գիտությունը դա անում է գենետիկական հետազոտությունների միջոցով։ Դա հնարավորություն է տալիս վերհանել տեսակների ազգակցական կապերը տոհմաբանական ծառ կառուցելու միջոցով։ Հենց այս տոհմաբանական ծառն էլ ցույց է տալիս, որ մեր թեփուղը Գերմանիայում հայտնաբերված սաղմոնազգիների նախահայրն է։ Եվ հենց տոհմաբանական ծառն էր, որ բացահայտեց, որ Երևանում գտնվող մամոնտը բոլորովին էլ մամոնտ չէ, այլ փիղ է, որն ապրել է Նախահայաստանում 1 միլիոն տարի առաջ։ Դուք ծանոթ եք մանր այս ձկներին։ Սրանց կենսաբանները գառա անունն են տվել։ Այս ձկները սնվում են մաշկի մեռած բջիջներով եւ ներկայումս մեծ կիրառություն ունեն բժշկության մեջ, մասնավորապես պսորիազը բուժելու համար։ Ահա սրանց կմախքը նույնպես հայտնաբերվել է Հայաստանում, բայց մեծ սառցապատման ժամանակաշրջանում, թեև չեն ոչնչանում, բայց ստիպված են լինում հեռանալ տաք ջրեր, որից հետո այլևս երբեք չեն վերադառնում, որովհետև սառցապատումից հետո Հայաստանում երբեք այլևս չի ձևավորվում նրանց համապատասխանող տաք կլիման իր ֆլորայով եւ ֆաունայով։ Հետաքրքիր եւ ճակատագրական մի երևույթ՝ սառցապատման ժամանակաշրջան։ Մեզանից մոտ 1 միլիոն տարի առաջ սառցադաշտերը հյուսիսից սկսեցին արագ առաջանալ դեպի հասարակած։ Բազմաթիվ կենդանատեսակներ վերացան, մյուսները կարողացան փախչել։ Սառցադաշտերը հասան մինչև Հայաստան եւ կանգ առան, չնվաճելով ողջ տարածքը։ Նրանք չհասան Սևանի բարձունքներին։ Արդյունքում Սևանը ամբողջությամբ չսառցակալեց։ Իսկ 100 հազարավոր տարիներ անց, երբ սառույցները ետ քաշվեցին, առաջացավ Սևանի իշխանը իր
4 տեսակներով։ Նոր պայմաններին կարողացան հարմարվել միայն շատ քիչ կենդանատեսակներ եւ բուսատեսակներ։ Եվ իհարկե պետք է կրկին առաջանար նոր ֆլորա եւ ֆաունա։ Այս անգամ արդեն մարդու հարևանությամբ։ Սառցապատման ժամանակ, ինչպես գիտեք, մարդը արդեն գոյություն ուներ եւ սկսել է աստիճանաբար յուրացնել շրջապատը։ Հավանաբար կարող է հարց առաջանալ, եթե իրարից անկախ եւ խիստ տարբեր երկու ժամանակաշրջանում Հայաստանը հայտնվել է ծովերի հատակում, արդյոք այստեղ երբևէ չեն լողացել ծովային կաթնասուններ, կետեր եւ դելֆիններ։ Այն ժամանակահատվածում, երբ որ Հայաստանը դեռևս ուներ ծովային միջավայր, այդ ժամանակ դեռևս կաթնասունները ձևավորված չէին, ամենայն դեպս ծովային կաթնասունները։ Բոլորն էլ գիտեն, որ մոտ 60-65 միլիոն տարի առաջ առաջին հերթին սկսեցին զարգանալ փոքր մկնակերպ կաթնասուններ։ Իսկ դրանից հետո, երբ որ նրանք հասան խոշորագույն չափերի եւ երկրորդաբար նորից անցան ջրային միջավայր, դա եղել է վերջին մի քանի տասնյակ միլիոն տարվա ընթացքում, երբ որ Հայաստանը արդեն դուրս էր եկել ծովային միջավայրից եւ դարձել էր ցամաքային միջավայր։ Եվ հետեւաբար խոսել այն մասին, որ ծովային կաթնասունները ապրել են նախապատմական Հայաստանի ծովային միջավայրում, մենք կարող ենք ասել ոչ դա հնարավոր չէր, քանի որ կաթնասունների ցակման ժամանակ Հայաստանը արդեն վերջնականապես դուրս էր եկել ծովային միջավայրից եւ այնտեղ գերիշխում են միայն ցամաքային կենդանիները։ Սովորաբար բրածո կենդանիները լեռնային պայմաններում լավ չեն պահպանվում։ Միլիոնավոր տարիների ընթացքում նրանց ոսկորները այնքան են ջարդվում եւ մանրանում, որ վերականգնելը դառնում է անհնար։ Իսկ ահա այս փղի եւ նման կենդանիների բախտը բերել է այն պատճառով, որ նրանք հայտնվել են ավազային միջավայրում։ 1856 թվականին Արևմտյան Հայաստանի Խնուս քաղաքի շրջակայքում բրիտանական երկրաբանական հետախուզական արշավախումբը հայտնաբերել էր այս մեր փղի ազգակցին։ Սկզբում նրան վերագրեցին մամոնտների դասին։ Հետագայում եկան այն եզրակացության, որ նա այնուամենայնիվ փիղ է։ Եվ քանի որ այդ տեսակին աշխարհի որևէ անկյունում դեռևս չէին հանդիպել, անվանեցին նրան Elephas armenicus։ Բայց տարիներ անց ճիշտ այդպիսի մի փիղել գտնվեց Գերմանիայում։ Ինչն է հետաքրքիր, գիտնականներից ինչ որ մեկը արեց ամեն ինչ, որպեսզի գիտական աշխարհը փոխի այս փղի անունը եւ հասավ իր նպատակին։ Պաշտոնապես նրան սկսեցին սառցադաշտային փիղ անվանել։ Իսկ ինչ վերաբերվում է Խնուսում հայտնաբերված նրա ցեղակցին, բրիտանացիները նրան իրենց երկիր տարան, որտեղ էլ առ այսօր 32-250 համարի տակ պահպանվում է բրիտանական թանգարանում տափաստանային փիղ անվան տակ։ Որոշ գիտնականների, ինչպես իհարկե նաև մեզ համար, նա ընդմիշտ կմնա Elephas armenicus, հայկական փիղ, առնվազն եւս 1 միլիոն տարի։ Այսօր գիտնականները հույսեր են տածում, թե գուցե կկարողանան գտնել մամոնտների դենեթեի թեկուզ 1 կենդանի բջիջ եւ կլոնավորման եղանակով կվերականգնեն նրան։ Ժամանակակից վերջին սարքավորումներով հագեցած կենսաբանական լաբորատորիաները միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ նպատակով, կազմում հատուկ արշավախմբեր, հսկայածավալ աշխատանք իրականացնում։ Մի քանի տարի առաջ կորեացի գիտնականները մեծ չարչարանքների արդյունքում Սիբիրում կարողացան գտնել մամոնտի պահպանված դենեթեն։ Միստիկական ինչ-որ զուգադիպությամբ բնակավայրը, որի մոտակայքում հաջողվել էր գտնել այն, կոչվում էր Կազաչիա, իսկ մեր թանգարանի փղիկը գտնվել էր Գյումրիի Կազաչի պոստ վայրում։